Երևանի ոսկու աշխարհ ընկերության շենքի տարածքներից մեկում է գտնվում Հալեպահայ Տիգրանի ոսկերչության փոքր արհեստանոցը։ Տիգրանն արդեն 8 տարի Երևանում է բնակվում։ Եկել ու հաստատվել է մայրաքաղաքում, սկսելով զբաղվել առևտրով ու ոսկերչությամբ։ Հալեպից եկած հայրենակիցներին անգործ չթողնելու համար Տիգրանը նրանց իր արհեստանոցում տեղ է տվել։ Սարգիսն ասում է, որ Հալեպում գործը թեթև էր, բայց կարողանում էին շատ լավ ապրել։ Շաբաթը 1-2 կիլո գործ ենք աշխատում ընդդեմ։ Իսկ այստեղ շաբաթը Ասենք կարելի է որ շաբաթը 50 գրամ լինի, շաբաթը 10 գրամ, շաբաթը 100 գրամ, մաքսիմում էսի որ շատ լավ է, 100 գրամ է գալիս, եթե որ գա։ Սարգիսը Երևանում բնակվում է կնոջ հայրական տանը, քանի դեռ քիչ թե շատ կայուն եկամուտ չի ստանում, վարձով բնակարան չի կարող տեղափոխվել։ Միջև երբ զոկանչի դումբիտ մնանք։ Ընտանիքի ապագան գոնե հիմա Հայաստանի հետ Սարգիսը չի կապում։ Ասում է, թե ստիպված են Հայաստան եկել։ Կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ կերպ աջակցի Հայաստանում սեփական բիզնեսը բացող սիրիահայերին։ Շատ մեծ մարդիկ գիտեմ ես որ Սիրիայից ուզում են այստեղ գան գործ անեն։ Գալիս ասում են այստեղ գործ չի կարող լինի։ Քոնեմ կառավարությունը արիտ տողդա դուրս բանալու բաներ։ Դուրսից ավրանք Դանիլ Փերելը ասում եթե արիտ դրվի Աստե ժողովուրդը կարա էլի դուրս ալ բանել։ Եթե որ չի լավանա, ուզում ենք ուրիշ տեղ գնանք, Եվրոպա կամ։ Եթե որ արիտ տան, հիմա սիրիացիներն արդեն չեն տալիս, էլի վիզա, բան։ Հայկական паспорт պիտի ունենան անպայման։ Չեք դիմել հայկական паспорտի համար։ Հեշտ են տալիս, եթե դիմեք։ Հա, բայց դեռ պետք չեմ ունեցած որ դիմեմ, բայց հիմա կմտածեմ որ դիմել, գոնեմ վիզաներով համար, եթե որ դուրս ուզենանք ճամփորդել։ Իսկ եթե քաղաքից լավանա, շուտ է պիտի վերադառնանք։ Շարունակելով Սարգիսը պատմում է, որ սիրիական պատերազմի պատճառով շատ սիրիահայեր մեծ փողերով եկան Հայաստան։ Մի մասին այստեղ խաբեցին, մյուս մասն էլ չկարողացավ գործ սկսել։ Ասենք եթե ցերկը ասենք մի $10,000 ունի, գալիս աստեղ, ինչ պիտի անեմ, մտածում եմ գործ չկա, որը որ ասես գործ պիտի անեմ, կամ քեզի պիտի սե դուր $10,000 հետ գործ ունեմ, առնե եւ փախի, կամ ալ ինքը նստի այդ մարդ $10,000 մեկ տարվա մեջ ու դե, վերջանա այդ ու մեջտեղ մնա։ Սարգիսի գործընկերը Ռաֆիկ Հրդոքյանը եւս նույն խնդիրներն ունի։ Նրա համար եւս առաջնային բնակարանի ու աշխատանքի հարցն է։ Քանի դուն եղավ կացինք նայեցանք, բոլորը ասում են արտասահմանցի եք, չենք տար դունը։ Չգիտենք, 3 կդանք դեր, մի ամիս եղավ կնդրում եմ 3 կդա դուն 70,000-ով։ Չնայած վտանգներին Ռաֆի ընտանիքը Հալեպում է մնացել, գումար չկա, որ կարողանա նրանց եւս Հայաստան բերել։ Նշանածը սալենդեր է։ Երիտասարդներն ասում են, որ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը արձանագրում է սիրիահայերի խնդիրները, բայց դրանց ամբողջական լուծում տալ չի կարողանում։ Սփյուռքի նախարարության տվյալներով Հայաստանում գտնվող 5000 սիրիահայերից 3000-ը աշխատանքի կարիք ունեն։